Եթե այդ նմանատիպ մարդը այսօրվա իրավիճակում մնում է անպատիժ, եթե մենք հաշվի ենք առնում, որ 18 տարեկան երիտասարդը 2 ժամվա մեջ, 3 ժամվա մեջ գործ են հարուցում, վերցնում փակում են, այդ մարդուն էլ այդ օրը իրավիճակին գցում, ու նմանատիպ դեպքեր վերջի տարիների ընթացքում տասնյակ են, որ այն բանը, որ իրենց շահագրգռման կողմից է հարցի բացումը, հարցի լուծումը, եթե դուք ժողովրդավարական իմաստով եք ներկայացնում հանրությանը ձեր ղեկավար լինելը կամ ձեր մոտեցումները, ուրեմն ամեն ուղղության վրա պիտի այդ աշխատանքները իրականացվի։ Եթե կա տարանջատում, եթե կա անտեսություն, եթե կա ինձ մոտ կասկածանքի տեղ է տալիս, դրա համար ես իրավապայմանում այդ բառը օգտագործելու, որ կան ուժեր, կան ներկայացուցիչներ, որ այդ նմանատիպ խոսույթը կամ նմանատիպ ձևակերպումները հանրության մեջ պառակտում մտցնելով, կոնկրետ ասում եմ, պառակտում մտցնելով ժողովրդին իրար դեմ հանելու աշխատանքներ է իրականացվում։ Դրա համար ասում եմ, օրենքն է իրանց ձեռը, հնարավորությունները իրենց ձեռը, ամեն ինչ իրանց ձեռն է հարցի լուծումը տալու համար։ Ու այսօրվա իրավիճակում մենք պահանջատեր ենք, սա ակցիա չի, մենք պահանջատեր ենք։ Արժանապատվության համար պետք չի ոտնահարել, եթե դուք ձեր ղեկավարման ընթացքում չեք կարողացել արդարացնել ձեր էությունը ղեկավար լինելով, առաջնորդ լինելով, ոտնահարել եք մեր արժանապատվությունը, ոտնահարել եք մեր ինքնասիրությունը, ոտնահարել եք մեր սրբությունները, մենք որպես ազգի ժողովրդի հայ պատկանելիության ներկայացուցիչներ, մենք դա թույլ չենք տալիս, դրան հետ բան չենք անում, որ ասում չենք հարմարվելու։ Հստակեցում էլի, ասացիք նամակը պատրաստ է, որ պիտի դիմումը։ Այո։ Ինչ է այդ դիմումը, մասնավոր դեպքի վրա առաջարկում եք հարցի։ Ես այդ հարցի պատասխանը կխնդրեմ ես իրավաբանը կմոտիկանա, կներկայացնի, հա, ընդհանուր այսօրվա նորից եմ ասում ակցիան, այսօրվա այս պահանջը, այս դիմումը, սա ընդհանուր ես գիտեմ թե ամեն մի հայի, ամեն մի մայր ունեցող երիտասարդ, ամեն մի մայր ունեցող պատանի, ամեն մի մայր ունեցող տղամարդու թասիբի ինքնասիրության հարցն է։ Ժողովուրդ թույլ չպիտի տանք, մենք հասնենք այս իրավիճակին։ Սա մեր, գիտեք, կովկասյան բանով, որ ասում եմ, մեր այդ մարդկային սկզբունքների հիման վրա կա հասկացողություն, մենք միշտ առաջնորդվել ենք մեր ավանդույթներով։ Կա ընդհանուր, որ ասում եմ, մի հատ սենց բան, որ մենք միշտ դրա առաջ խոնարհվում ենք։ Ու դրա համար միշտ պատրաստ ենք զոհաբերելու։ Դա ի՞նչն է։ Մեր մայրերն են, մեր հայրենիքն է, մեր երեխեքն են, մեր կանայք են, մեր քույրերն են, չէ՞։ Դե հիմա այսօր նորից եմ ասում, սա այն հարցն է, որ ամեն մեկի կողմից այս նմանատիպանին քննադատության պիտի ենթարկի, բացի քննադատության, պիտի պատժվեն այդ մարդիկ, պիտի մաքրվենք, ուզում ենք, չէ՞ մաքրենք մեր հանրությունը այդ պղծված, այդ կեղտոտ, որ ասում է ներկայացուցիչ կամ մարդկանցից։ Մենք հայ լինելով միշտ եղել ենք հպարտ, հայ լինելով հպարտությունը դա նես բառերով չի, հպարտության առիթներ ունեցել ենք, հպարտության առիթները դա սկսում է սրբություններից, սրբության պահպանումից, այս սկզբունքները առաջնային բանանելով։ Դրա համար այսօրվա իրավիճակում մենք եթե այս ուղղությունների, այս նմանատիպ բաներին չարձագանքենք, նմանատիպ հարցերի շուրջ չհամախմբվենք, որ ասում է հարցի լուծումները ստանանք, վաղվա օրը մեզ խնդիրներ ենք ունելու, վաղվա մեր երիտասարդ երեխաց դաստիարակության համար չենք ուզում այդ ձևի մթնոլորտը, մենք մի հատ հայկական մթնոլորտը պիտի նորից վերածնվի, չէ՞, իրական հայկական մթնոլորտը, այդ հայկական մթնոլորտը հանրության ժողովրդի ոնց որ միշտ եղել է, այդ ձևի, այդ հանրության կողմից է էլի վերականգնվելու։ Այն Իսրայելյան կա պատկերացում, այդ մարդը Հայաստանում է։ Ուրեմն այո, մի տարբեր տեղերից մի քանի տենց գրառումներ կամ մի քանի տենց բաներ եղել է, որ դա խոսքի իրական բան չի, չէ, վերջի ժամանակները երեկվա պահովել ես ստացել եմ անձամբ, ես ստացել եմ 2 հատ բան, որ ասում է ձայնագրություն մարդկանց, անծանոթ մարդկանց, որ տաքսի վարորդա կանչած են եղել այդ մարդը բան արել այդ տաքսի հետ կապված իրենց մի փողոցից մի տեղից մի տեղափոխել ու մարդիկ էլ այդ ժամանակ էլ հենց որ թողված այդ բաների հակասությունները հենց այդ ժամանակ էլ է եղել այդ մարդու հետ կապված ու ապրում է Երևանում Yandex-ի բանի աշխատող է ու ես գիտեմ թե դրա ճարելը նորից եմ ասում պատասխանատվության ենթարկելը դժվար չի այսօր մենք եկել ենք գլխավոր դատախազության առաջ այս դիմումը ներկայացնելու համար, որ համերաշխության մթնոլորտ ձևակերպելու մի քիչ արագ ընթացքում այդ հարցերի լուծումները ստանանք, որովհետև վաղվա օրը նորից եմ ասում, մարդիկ
ուրիշ տրամաբանությունով են մոտենում այս հարցի լուծմանը։ Վաղվարո մի արեք, այդ մի թույլ տվեք, որ գա ինչ որ մի բան պատահի, դրանից հետո արդեն սկսեն ինչ որ արձագանքներ կամ աշխատանքներ իրականացնել։ Ու բացի դրանից ես մի հատ sense կոնկրետ միտք արտահայտեմ։ Այսօրվա իշխանության բոլոր ղեկավարները Արցախ անունով են եկել զբաղեցրել այդ աթոռը, միջև գալը։ Այսօրվա իշխանության բոլոր ղեկավարությունը, ներկայացուցիչները այդ աթոռը զբաղեցրել են Արցախի անուն տալով, արցախցիների անուն տալով։ Բոլորս հիշում եք, տենց էլ կա։ Հիմա այսօրվա իրավիճակում այդ Արցախի հայությունն է, Արցախահայությունն է գտնվելով այս իրավիճակում, ժողովուրդ ջան, սա իրենց մեղքով չի եղել, որ հասել են այս իրավիճակը։ Մենք գիտենք բոլոր մեղավորներին, թե Արցախի իշխանության մեջ գտնվող ղեկավարությանն է, թե պատասխանատու ստեղ ղեկավարությունը, ժողովրդի խիեք քաշում այս խնդիրների մեջ։ Ժողովրդի խիեք հանում իրար դեմ։ Խիեք թույլատրում, որ հանրության մեջ այս ձևի պարակտման ինչ որ բաներ զարգանա կամ գեներացվի։ Դա սարսը ձեր էլի բաց թողումներն է, ձեր ի պատասխան, ի պաշտոնե, ձեր, որ ասում է, անպիտանի աշխատանքներն է, դե հիմա այսօր էլ, այս պահում էլ դեզ ունեք բոլոր հնարավորությունները ցույց տակ հակառակ կողմը։ Բերեք պատասխանատվության ենթարկեք։ Ու նմանատիպ մարդկանց նորից եմ ասում, վաղվա օրով բերանը բացում է հայ հանրության մեջ կապ չունի արցախահայության մենակ կոնկրետ, հայ հանրության մեջ սրբության որ ասում է այդ սկզբունքներին կամ էլ այդ ինքնասիրության կամ հայ լինելու համար վերաբերում վիրավորանք, պիտի ինքը պատժված լինի։ Պատժին պիտի այդ մարդկանց ամեն ձևի պիտի պատժվեն։ Պարոն Իսրայելյան, հիմա դուք ասում եք այդ մարդուն պատժել, չէ՞, բայց այդ մարդը հաստատել է Նիկոլ Փաշինյանի ասածը, ըստ էության։ Երկրորդել է Նիկոլ Փաշինյանի ասածը, եւ ստացվում է, եթե գլխավոր դատախազը հենց Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության չի կանչել խտրականության եւ ատելության խոսքի տարածման համար, դուք ինչ ակնկալիք ունեք, որ այդ մարդու նկատմամբ ինչ որ բան կկազմակերպվի դատախազության կողմից։ Այնիշ վերաբերում այդ ակնկալիքների մասին, այդ հարցին ես առանձին եմ խոսելու, խոսքի տարանջատում եմ ինչ իմաստով։ Այսօր բոլոր այս մեր ներկայացուցիչ ես, ով եկել է այս ակցիայի մասնակցելու, սա անձամբ ամեն մեկի գիտակցաբար իր մոտեցումն է։ Մենք տեր ենք մեր սկզբունքներին, մենք տեր ենք մեր հայ լինելու, մենք տեր ենք մեր կանանց, մեր մայրերին, մեր քույրերին։ Բայց այնիշ վերաբերում է օրենքի բանի հետ կապված, իրենք էլ այդ պատասխանատուն են։ Մենք նորից եմ ասում, այդ մարդը պատժվելու է։ Ես ասում եմ, թե Նիկոլին լինի, թե դատախազի կողմից է, թե դա կապ չունի։ Այդ մարդը պիտի տեսնենք մենք պատժված։ Այսօրվա իրավիճակում ձեր հարցի կոնկրետ պատասխանը ես մի քիչ առաջ այդ հարցի մի քիչ ուրիշ ձևակերպումով տվի։ Այսօրվա իրավիճակում մենք հայտնվել ենք համար մեկ պատասխանատուն երկրի ղեկավարությունն է, այս իրավիճակում որ sense նմանատիպ բաներ ալնում համար մեկ պատասխանատուն երկրի ղեկավարն է ու դատախազության կողմից, դատավորի կողմից հենց առաջի հերթին պիտի ձերբակալված լինեն համար մեկ ղեկավարները, ով եք թույլ են տվել իրենց բերանից բաց թողած այդ ատելության բան խոսույթները սկզբնական շրջանում, որովհետև դրանից անպատիժ լինելուց առիթավորվել են այն մնացած այն մարդիկ, որոնք այսօրվա արդեն բացահայտ դուրս են գալիս ու մարդկանց ու մեր ազգի, մեր ժողովրդի նկատմամբ այդ ձևի խոսույթ են օգտագործում։ Նիկոլ Փաշինյանին կկալանավորեր կամ Պիտի կալանավորեր։ Այն առաջի օրը, այն առաջի անգամ, եթե իրենց կողմից պետական մակարդակով, պետական ղեկավարության կողմից թույլ է տվեցվել այդ ձևի խոսույթ հանրային, այն որ հիշում եք խոսքի, տարբերակներ շատ ա եղել, տարբեր տեղեր, կոպտելու, վիրավորելու, այդ խոսույթով ընդհանուր հանրության աչքի առաջ պառակտում մտցնելու, ես գիտեմ թե պիտի այդ հենց դատախազության կողմից երկրի ղեկավարի նկատմամբ, որ ասում է այդ բանը ցուցաբերվեր։ Դա ինչու չի կալանավորել։ Ինչու չի կալանավորվել։ Գլխավոր դատախազի կողմից ինչու չի եղել այդ քայլերը։ Երևի ամեն մեկը իր ունի փայ մեղավորությունը, դրա համար չեն կալանավորում։ Իրար համար էլ ամեն պարագայում էլ իր համար։ Բայց այսօր այս իրավիճակին հասել ենք ինչի հիման վրա։ Այսօր մեկ էս իրավիճակում հայտնվելով, որ մեզ նման մարդիկ պիտի գնան ինչ որ գործերով զբաղվեն, ապրեին, զարգանային, որ ասում է, եկեք սաղ թողած, եկեք մեր արժանապատվության համար եք խոսում, եկեք մեր բաների, ասում է, Սուրբ Արցախի կորցրած մասին եք խոսում, եկեր այսօր իմ հոր-մոր գերեզմանի կարոտին եմ ես այսօր իմ որ ասում է թասիբի մասին եմ խոսում այսօր, բա խնդիրը իմ մեջ է, թե իրենց մեջ է, կամ ժողովրդի մեջ է, թե իրենց մեջ է։ Դեպ Նիկոլ Փաշինյանը ասում էր ամեն ինչ պետք է անենք, որ մեր արցախցիները շարունակեն մնալ Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը
աներ այն ժամանակ ամեն ինչ, որ արցախցիները ապրում էին Արցախում։ Նիկոլ Փաշինյանը ուներ բոլոր հնարավորությունները, ու Արցախը ուներ բոլոր իրեն հնարավորությունները Արցախը հայկական մնալու ու արցախցիներն էլ ապրելու Արցախում, որ այսօր չգա այս ձևի խոսույթով կամ այս ձևի ներկայացնելով Արցախի մասին կամ Արցախի ժողովրդի իրավունքների մասին խոսա, որ արդեն պարտություն կրած, որ արդեն տարած հասցրած մարդկանց աղետի հասցրած դու դրանից ինչ իրավունք ես քեզ վերապահում, որ ասես ոնց պիտի ապրեն կամ ինչ պիտի ապրեն։ Ուներ ես բոլոր հնարավորությունները, դու չես արել դա։ Քո խոստումների 1%-ին էլ չեք տեր կաղնել։ Այսօրվա իրավիճակում մենք ես որ հայտնվել են կամ ես բոլոր մեղավորությունները, բոլոր այդ սլակները տանում է պետության, որովհետև պատասխանատու համար մեկ ղեկավարությունն է, ժողովուրդ մի բան հասկացեք։ Դա այդ ընթացքում ով ինչ մեղավորություն կրել է, այդ ընթացքում ինչ դավաճաններ եղել են, ինչ հանցագործներ եղել են, դա ուրիշ բան է, դա էլի պետության պարտականությունն է բացահայտելու, պարզաբանելու, ինչի իման վրա եմ, բայց հասարակ ժողովրդին, որ հասցրել եք այս իրավիճակին, համար մեկ ղեկավար պատասխանատուն դուք եք, որովհետև դուք եք այդ ժամանակ կառավարվող, որ ասում այդ թե սահմանադրության, թե օրենքի իման վրա, դա ձեր ձեռքին է։ Սխալ մոտեցում եք ցույց տվել, արդյունքները սա է եղել։ Սխալ անպիտանի ղեկավարման բան եք ձևակերպել, էլի արդյունքները սա է։ Արդյունքների հիման վրա են ձևակերպում ղեկավարի կերպարը, ղեկավարի պատկերը, ուրիշ բան չկա։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։